Ողջույն, Քորդարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք նախկին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Այսօրվա մեր հյուրն է Նայիրի Աբրահամյան։ Ողջույն Նայիրի ջան։ Ողջույն Տերան ջան։ Դուք եկել եք Կանադայից։ Երբ եք եկել ու ինչ եք հայրենադարձել։ Երբ տեղափոխվեցի կամ երբ առաջին անգամ եկա։ Չէ, մոտ մենք երբ առաջին անգամ եկալ հասունացավ ու արդեն որոշում կայացրեցիք։ Առաջին անգամ որ Հայաստան եկա 1994-ին էր, 10 տարեկան էի եւ Կանադա ծնած մեծած կյանքիս մեջ նույնիսկ ասենք 2 օրով ծնողքես հերու չէի եղած։ Ամենակ եկաք։ No, մենակ չէր, բայց թբրոցի խումբ էր։ Ես թբրոցեն հետո հայկական ծրագիր մը կար, որ ամեն օր թբրոցեն հետո 2 ժամ գերցային հայերեն գսորվեինք։ Այն ժամանակ բաներ դժվար էր կփողոքեի, որտեղ ամեն ընկերներս գերթային խաղային եւ ես նստած հայերենից հասկնեի, բայց ան ծրագրի միջոցով եւ սորվեցա հայերեն գրել կարդալ եւ առաջին անգամ Հայաստան եկա եւ շատ ուրիշ բաներ ալ։ Ուրեմն դնորենուհին որոշեց, քանի մը անգամ մրած էր, բայց խումբ մը երիտասարդներ ամառը Հայաստան գբերեր։ Եվ ես այն խումբի ամենաբզդիկն էի, 10 տարեկան էի եւ հիմա իբրև ծնող կմտածեմ ինչպես ծնողքս որոշեցին այն ժամանակ, այսինքն զինաթաթարը նոր եղած էր 2 ամիս առաջ մութուցուր տարիներ ամեն բաները եւ 6 շաբաթ կարծեմ իրենց մեհերու էի 6 շաբաթ մնացիք հայրենիք այո այսինքն ամեն բաժար ունեիք այն ժամանակ հիաստափվելու որով նոր էր սկսում գնալ բայց բոլորովին հակառակը եղավ որովհետև անբացատրելի է այս դեր ասած իմը եւ մինչեւ այն ժամանակ եթե մարդ ինձ եսեր հայ կամ Հայաստան երկու շատ տարբեր պատկերներ ունեի միտքիս մեջ առաջինը իբրև հայ մենք հբարդ ենք որ հայ ենք մեր լեզուն ունենք մեր ճաշերը երգերը մշակույթը այդ բոլորը գար բայց երբ որ Հայաստան բառը լսեի իբրև բզդիկ շուրջիս մեծերը երբ որ Հայաստանի մասին գխոսեին միշտ դխուր եւ թշպախտ նյութերով էր այցեն առաջ այո որտեվ Հայաստան եւ այն տարիները 90-ականներին սկիզբը այո բادرազմին մասին գլսեի երկրաշարժին մասին առաջին անգամ որ լսեցի որ Հայաստան անունով երկիր մը գար երկրաշարժի միջոցով էր այո ուրեմն այդ նյութերը գային աղքատություն գիտեի որ Հայաստան անունով դեղ մը գա եւ մենք պետք է տրամղրգենք կամ ցևով օգնենք աներ եւ երբ որ եկա Հայաստան շատ ավելի նուանսով շատ ավելի շատ գողմերով պատկեր դարձավ մոխրակույն էր այսինքն որ եկաք ու ինչ դարձավ հետո դարձավ դիածան եւ շատ լավ իմաստով այսինքն ոչ թե ոդկս ծրիևս ասիմ դունն ամեն ինչ շատ լավ է 10 տարեկանով բայց այդ ամեն ինչը դժվար է դեր հասունացած չէիք ու նկատեցիք այդ ամեն ինչը այո բանս ունիմ օրադեդրս այդ 10 տարեկանի ժամանակ այդ օրերեն ամեն օր կգրեի ես ուզեցի անգլերեն գրել մամաս ասավ հայերեն գրե ուրեմն մեկ օր անգլերեն մեկ օր հայերեն ամեն օր կգրեի հավասարություն եւ բաներ այսինքն մեկ բան չէր գային այդ ամեն դժվարությունները ինձ համար բոլորովին նորություն էր որ լույս չի գա չուր չի գա անակ բաներ եւ մեր գեցած դեղը թաղի բզդիկներուն հետ խաղայինք եւ բոլորովին դարբեր աշխուժ կյանք մներ եւ մարդոց տուները գերթայինք որ ես կսկայի որ շատ բան չունին բայց չափազանց հյուրասեր եւ չերմեին եւ գար մշակույթ եւ դարբեր թանկարանները կացինք նույն ժամանակ այս ամեն բաներն է իսկական դեղ է իսկական երկիր է այս բոլոր բաների մասին որ Կանադայում մեկը չէր խոսիր այո որով միշտ վադի մասին գխոսեն բայց ասում մանրուքները եւ այդ բաները գային այսինքն սխալ չէր ասածները բայց մեկ անգամ են սկացի որ հետաքրքրությունս բացվեցավ եւ սկացի որ դեղմն է որ ինչ որ ցևով հարազատ գսկամ, բայց շատ ցևերով հարազատ չեմ սկար նորություն է։ Ծնված եք Կանադա։ Այո, եւ ծնողքս բաբաս Սուրիա ծնած Լիբանան մեծած, մամաս Լիբանան ծնած եւ հետո Կանադա մեծած։ Այսինքն այս դերի հետ ամեն ինչի հետ, այո, հասկանալի է, բայց արյան մեջ մի բան կա որ մեկը չկարա բացատրի։
այդ ոչ ոք չի գնալ իսկապես ես քանի հյուր ունեցա չեմ կարողանում բացատրել որտեղ նույն հյուրի քույրը կամ եղբայրը լրիվ ուրիշ ուղղությամբ է մտածում իսկ նույն այդ հյուրը ծեր նման է խոսում որ ինքը չէ ծնված այստեղի մշակույթի բանի հետ մտայնության հետ կապ չէ ունեցած բայց ասել է որ այստեղ եմ սիրած դեղս քալով պատասխանին հետո 10 տարեկանից հետո եկա ուրիշ ուրեմն 10 տարեկանին հետո իդ չէի եկած մինչև 2007 երբ որ համասարանը նոր ավարտած էի եւ դեպի Hike Birthright ծրագրով եկա իբրև կամավոր հրաշալի ծրագիր որից հետո ուզում եմ նորից խոսում դրա մասին բայց ծնողքի հետ չէի եկած մինչև չէ No մենք իբրև ընտանիք շատ չէինք ճամփորդեր so նորեն արիթ չէր եղած կալ Հայաստան բայց այդ տարիներու ընթացքին միշտ այդ առաջին այցելությունն հետո մեջս բամը մտա որ երբ որ մեկը ինձ գսեր երբ որ մեծնաս ինչ կուզես լալ գսեի Հայաստանի հետ կապված բամը այսինքն չէի գիտեր ինչ կորդ կուզեմ մնել բայց գիտեմ որ աստեղ մնե որ ինձի համար կարևոր է հետաքրքիր է հարազատ է եւ ավելի հարազատ այո բայց հետաքրքրությունը մփածվեցավ որ ավելի բան գասորվել ու գուզեմ այդ բաները սորվել Ձնողքդ ոնց էին այդ զարմացած էին զարմացած չեմ ասել գսեի ավելի հբարդ որ գաբ նաև իրենց դաստիարակությունը գասորվել այո իրենք չէ ցանած չլայն է դուք 10 տարեկանին գնալ երկրորդ օր ուզենայիք հետ վերադառնալ այո նո իրենց դաստիարակությունը մեծ թերմ ունի ասոր մեջ մանավանդ բաբաս միշտ եղած էր հայրենասեր բայց սրդանց արումով հա այսինքն emotional ապան ավելի զգացական այո ոչ բոլոր մեծ սպիրկահայերը անանք եղած են մեծ մասը բոլոր զգացական եղած են ավելի ոգևորված եղած են առանց մտածելու որ խորքի մեջ ինչ պետք է անենք ինչ պետք է այս երգիրը վերականգնենք բոլորը սրդով մասիսով դարբեր եկեղեցիներով են ոգևորված բայց բաբայիս համար կարծեմ միշտ ավելի խորունկ բան մնալ կարանոր մեջը եւ հաջող սպյուրքին մեջ գրնամ ասել որ ինքը հիաստապված եղած է բանի հետ կապված որ սպյուրքի քաղուտներու մեջ հաջող գուսակցական բաները պատճառով կամ մարդիկ անոր մեջ կգործվին եւ այդ սրդանց իրական գաբը կգործվի եւ բաբաս միշտ այդ իրական գաբը ուներ եւ կարծեմ անոր համար երբ որ 10 տարեկան է ես կնա բայց գիտեք ինչ է այս հիմա որ ասեք պարալելը մեր գողն էր հայրիկս ոչ մի գուսակցության անդամ չէր ու իր չեզոք վիճակով մեզ ավելի դարբեր դաստիարակեց որ մենք էլ եկանք ինչպես որ ծեր հայրը իսկ մույսերու մոտ շատերի մոտ որ գուսակցական դարբեր գուսակցություններու իրենց հայրենիք եղած է ագումբի 4 բադեր այո զարմանալի երևույթ է չնայած մենք կգարձենք որ իրենք են առաջին վազողները հագարակ է շատ абսուրդ բատկեր է եւ գրնամ ասել իհարկե մարդիկ կան որ գուսակցության անդամ են եւ իրենք ալ գապ կսկանանանք չէ որ միայն մեկն է կամ մույսն է բայց ես նույն բանը նկատած եմ եւ կհիշեմ 2007-ին ուրեմն առաջ կամավոր եկա 5 ամիսով, բայց այդ ընթացքին որոշեցի մնալ եւ ընկերներ ծանոթներ Թորոնտո որ ունիմ որ ավելի շատ ակումբի անդամ էին եւ միշտ ամեն հայկական այո իրենք կգազմագերբեին իրենք կնեին եւ ինձ գսեին ինչու ավելի չես կար չես մասնակցիր երբ որ իրենց ասի որ պիտի դեղափոխվեմ Հայաստան զարմացան ասին ինչու Զարմանալի երևույթ է ես էլ իմ համար մինչև այսօր դեռ բացատրելի չէ այս ամեն ինչը չնայած որ այդքան էլ սպյուրքի մեջ վիճակը ավելի սպիդակ չարտը գխորանա նույն այդ խոսողներու երեխաները արդեն ցուլված վիճակի մեջ են բայց մեկը չմտածեր անգախ Հայաստան կալ ոչ սովետա ոչ կոմունիստա որ ասես որ հալածանք կա ոչ բան կա ամենայն դեպս այդ առաջին քայլերը հոս եղան դեպի հայգի միջոցով այսինքն ընտանիքի մեջ մտակ դեսակ իրենց արորիա կյանքը գամավորությունների վերջը ասեցիք որ այս արորիան որը չգիտեմ 7 ամիս 6 ամիս մնացիք ես իբրև գամավոր 5 ամիս մնացի սիրեցիք այդ արորիան Հայաստանի որով շատ դարբեր է այդ որպես սպորտաշրջիկ կաս ու որպես մնացող մարդ մնացիք ու 6 ամսվա հետո հետ գնացիք ուրեմն արդեն դոմսս ունեի որ սեպտեմբերին եկա փետրվարին գարզեմ իդ կանադա երթալու դոմս ունեի բայց արդեն որոշած էի որ պիտի մնամ Հայաստան ուրեմն այդ երկու շաբաթ գարզեմ դու նանցուցի միշտ իրերս հավաքեցի եւ ետ եկա երկու շաբաթ վերջ անանք բամ այո
Բայց գիտեիք ինչ պիտի նայեք հոս։ Այո։ Այդ հետաքրքիր է, որ առաջին քայլերն են ամենաթժվարները։ Այո։ So նույն ժամանակը մի քանի բան եղավ այդ գամավոր ամիսներու ընթացքին։ Հայաստանի հետաքրքրությունը որ բացվեցավ, երբ որ 10 տարեկան էի, շատ ավելի խորացավ։ Եվ այդ 5 ամիսը ամեն օր կամ ամեն վարյան կամ կյանքիս ամենեն ուրախ զվարճալի բաներ կամ ամենեն դժվարի, ասենք շատ բաներ։ Վերելքներ բան։ Այո, եւ 23 տարեկան էի, առաջին անգամներ որ մենակ սկաբրեի, առաջին, like շատ նորություններ կային, շատ դժվարություններ բանի հետ կապված, բոլորովին նոր մշակույթ է, նոր նույնիսկ այո, բայց նաեւ ունեի գապ ծեր նման հայրենաթափերի հետ կամ դեպի հայգի ծրագրի մարդկանց հետ։ Այո, եւ այդ գաբերեն մեկը եղավ ամուսինս։ Շատ հաջող եմ լսում որ դեպի հայգով իրար ամեն մեկը երկրից են գալիս ու ամուսնանում են, այդ ամենա վար ու քեղեցիկ երևույթն է որ կարելի է տեսնել, որ մարդիկ ստեղ կան, իրար ծանոթանան ու ամուսնանան արեգի հետ։ Որը գալիս էր որտեղից։ Սան Դիեգոից։ Նույն ժամանակ բան արեցիք, դուք էիք դեպի հայգի ծրագրի մեջ ու հենց որ հավաքվում էիք իրար ծանոթանում էիք, չէ՞։ Այո, նույն ժամանակ կամավոր էինք, ինքը ինձ մեկ քիչ առաջ եկած էր եւ արդեն ծրագիր ուներ իմ քալես մի քանի շաբաթ հետո վերադառնալու, բայց ծանոթացանք եւ ինքը հետացկեց եւ մնացինք։ Այսինքն ինքն էլ էր որոշած, գանգախ դուք կգաք թե չէ, դուք եք որոշած անգախ ինքը կգա թե չէ։ Ու հետո արդեն միասին որոշումը կայացրեցիք մնալը։ Ու արդեն միասին լինեն գամուսնանալը արդեն որոշված էր, թե բարձրապես ընկեր էիք։ Այսինքն երբ որ կամավոր էինք այն ժամանակ։ Այո, որ կամավորությունը վերջացավ որ երկու այն ժամանակ ընկեր էինք, բայց սովորական ընկերներ, բայց ուզում եք իրար հետ մնայեք, չէ՞։ Այո, այսինքն բան, boyfriend girlfriend։ Բայց ինչ wil say, so այո ես եւ Արեգը քիչ մտարբեր մոդեցումներ ունեինք, երբ որ թեպի հայկով կամավոր եկանք։ Երկուքս ալ շատ հետաքրքրված էինք Հայաստանին հետ, գուզեինք ինչ որ ցևով մեր գիտելիքները բերել եւ նոր բաներ սորվել։ Ես շատ լուրջորեն մոդեցած էի, որտեւ ինչպես որ ասի 10 տարեկանն ի վեր գիտեի, որ աստեղը ինձ համար կարեւոր է եւ ասանք Քրեթե արաքելության պես բաներ, որ ինչպես ես իմ դեղս հոսպիտի գտնեմ, շատ լուրջ էի։ Արեգը քիչ ավելի ամեն ինչ թեթև գտաներ։ Եկած էր Հայաստանին ծանոթանալու եւ լավ ժամանակ անցնելու եւ իրարու ես օգնեցի, որ ինքը քիչ լրջանա եւ ինքը օգնեց, որ ես քիչ հանգստանամ եւ ուրեմն Երբ որ գամավոր մի քանի դեղ գամավոր աշխատեցա, մեկը Հայաստանի սպոսաշրջության գործակալությունն էր, որ հիմա գոյություն չունի այլևս, բայց իրենք գամավոր ժամանակ ինձ գործ առաջարկեցին եւ արդեն միտք ունեի երկարացկելու շատ գիտեի, որ 5 ամիսը բավարար չէ։ Բայց եւ նույն ժամանակը Արեգին հետ ծանոթացա եւ բավական լրջացանք, ուրեմն կմտածեինք լավ գուզենք մեր հարաբերությունները շարունակել, բայց ինչպես երթանք Կանադա, երթանք Ամերիկա, ինչպես երկուքս ալ շատ կապված էինք Հայաստանի հետ եւ այդ գործը երբ որ ինձ առաջարկեցին, ասինք օքեյ, ուրեմն մնանք։ Բայց ինքն էլ կդավ գործ երևի թե։ Այո, հետո ինքն գործ կդավ։ Եվ մասնակցություն ունեցողը միշտ գործ կգտնի ստեղ, ամենայնտեղս այդ գալի է միշտ շեշտել։ Բայց դու 23 տարեկանում այնտեղ ընկերներ, առօրյա, ամեն ինչ կա, ամեն ինչ ունեիք, մի անգամից եկաք մի երկիր, որ չունեիք այդ մարդահարավերն է, որ ցեզ ավելի ողջևորեց, որ ինչ որ մի բան պիտի անեմ, ցեր ցանկի ուզածը պիտի անեմ, որ Հայաստանի հետ կապ ունենամ ու ինչ որ մի բան առաջ տանեմ։ Այստեղ այդ ավելի շատ գշրեց, քան ցեր ցանկը համալսարանական էիք, ընկերներ ունեիք, բոլորը թողեցիք ու ոչ մի ռոբե հետև չնայեցիք, չէ՞։ Չեմ ասել որ թողեցի, որտեվ միշտ գիտեի եւ եթե բահմը հասնեմ որ ինչ որ բաժարով եթե չեմ ուզեր հոս մնալ, չեմ մնար։ Այսինքն երբեք չմտածեցի որ 100% ասի պիտի մեկ կողմ տնեմ եւ 100% միայն ասե հիմա կյանքս։ Այդ բանը it's a privilege, կարելիություն ունեի եւ միայն սկացի որ Եվ մինչև հիմա գսկամ, երբ որ հոսեմ, ես
ողջ կսկամ, այսինքն շատ անանք չէ որ ամեն վարյան ուրախ եւ անանք չէ, բայց նույնիսկ դժվարությունները որ կսկամ ամբողջ հոգով կսկամ եւ ես այդ զգացողությունը շատ սիրեցի եւ ասի ինչու պիտի այս զգացողությունը ցկեմ շատ հետաքրքիր խոսք ասեցիք մեկ հատ կարիկատյուր գա գիտեք որ եթե սրդի զարգը վերվար ասին ողջ է մարդ բայց եթե նույն ծևով արդյոք մահացած է ստեղ վերեր գա ուրախություններ, դխրություններ, ուրախություններ, ու դա քեզ առողջ կբահի ու ողջ կբահի։ Այո։ Այդ բոլորը մեկում դրած դուք հետո որոշեցիք ընտանիք կազմել միասին, ծնողները երևի շատ ուրախացան, այցելեցին, ստեղ ամուսնացաք, ամուսնացաք ու ինչպես էր այդ առաջին քայլերը ընտանեկան։ Այո, առաջ ասեմ ընտանեկան քայլերն առաջ երբ որ որոշեցի կամավորությունն հետո որոշեցի մնալ ես եւ Արեգը մեր ընտանիքի անդամներն դարբեր արձագանք ստացանք մեծ մասամբ ընտանիքիս անդամները ասենք քաչալերեցին չսին որ մի մնար ինչ թրագան էին մեծ մասամբ թրագան էին հայրս որ ինչպես որ ասի շատ հայրենասեր էր քիչ մզարմացա իր ասածեն ասավ աղջիկս եւ ինքը ասեմ գամավոր դարիներուն գամավոր ժամանակ շատ հբարդ էր ամեն ընկերներուն կպատմեր որ աղջիկս Հայաստան կացած է գամավոր կաշխատի շատ հբարդ էր հետո երբ որ ասի լավ պիտի մնամ ասավ աղջիկս you've done your duty բարդականությունը դրած է հիմա դունի եկոր գարոդն է ադի այո գարդեմ այո գարոդը եւ բայց ես այն խոսքեն զարմացա որտեվ կոնե ինձի համար երբեք Հայաստան կալ եւ մնալը բարդականություն չի եղած հոսեմ որտեվ գուզեմ հոսելալ չեմ սկար որ իմ այսինքն իբրև հայ պետք է կոնե ես անանք չեմ սկար եւ անանկը սիրեն, ասի բարդականություն չէ, ես գուզեմ կյանքս հոս անցնել։ Այս ողջունելի է նաեւ այս ամեն ինչի մեջ թեպի հայք ծրագիրը Birthright Armenian, որ առաջին օրվան է քիծավ ճիշտ միքսը անել, որ մարդիկ պերեստեղ ճիշտ դեղերը դեղավոր է, ու դրանից հետո գարձեմ 60 կամ 70% մնում են։ Ճիշտ դոգոսը չեմ գիտեր, բայց բավական բարձր է։ Սևանանսավոր բարձր դոգոս մնում են, բացի որ ամուսնանում են, ու այդ ամենակարևոր ծրագիրներից մեկն է ինձ թվում է անկախությունից հետո։ Վերջերս կարծեմ 3000-րդ գամավորը եկավ այս վերջին 25 տարվա մեջ, ու դա իսկապես ողջունելի է, որովհետև չգիտեմ 30-40 երկրից է գազեն, մինչև Չիլիից, Ավստրալիայից, աֆրիկական երկրներ մեջ որ հայեր կան դուք ինչպես կգնահատեք այս ծրագիրը մեջ եղել եք այո ինչպես է մթնոլորտը իսկապես թեպի հայքեն ավելի Հայաստանին օգտակար եւ մարդոց անձնական աճի համար օգտակար ծրագիր Հայաստանի մեջ չեմ տեսած եւ անկեղծ այո նույնիսկ հայերեն չի խոսող այո հայկական մեկ մանավանդ հայերեն չխոսող այո մաման հայ բաբան օդար ու եկածեն ու կդածեն այդ իրենց ուզածը ստեղ ու մնացած են ես իմ համար իսկապես եւ շատ օրինակներ ունիմ անանք հիմա դարիք մահասած եմ որ ընկերուհուս աղջիկը հիմա թեպի հայքի գամավոր է Սան Ֆրանցիսկոյան ընկերուհիս որ ինքը ամուսինը հայ չէ աղջիկը քիչ մահայերեն ծորվելով մեծած է հիմա հոս է եւ հրաշալի բան է իր համար այո ես էլ եմ քաչալերում բոլոր մեր ընկերների երեխաները որ 10-20 անցնեն արդեն 6 ամիսով կան գուզեն չեն ուզեր հետ վերաթարնալու արիտ գա իսկ դուք ինչ կնեք ծեր արորիայի մեջ հոս Հայաստան ես դարբեր քեղարվեստական ծրագրեր եւ ասեմ դարբեր հետաքրքիր ծևով հասած եմ այն փուլին որ հիմա կորձերը որ հիմա գնեմ ես գրթություն ուսանեցա առաջ undergraduate in English անգլերեն անգեց հետո եկա Հայաստան եւ 5 տարի մնացինք եւ այդ 5 տարվա ընթացքին բավական դարբեր ոլորտներում մեջ աշխատեցա եւ այդ կորձերու միջոցով է որ հասկացա որ գրթության ոլորտը ինձ համար շատ կարեւոր է եւ Հայաստանի համար շատ կարեւոր է եւ սկացի որ եթե մեկ ոլորտ կա որ եթե քիչ փոփոխություն ունես բոլոր ոլորտները կփոխվին գրթությունն է մարդոց մտածելակերպը ինչպես
ավելի critical and creative thinking ինչպես ադի դարբեր մտածել այսինքն տասականից դարբեր մտածել ու գնալ առաջ որ ոլորտում եք հիմա այսինքն ոլորտումը գիտցանք բայց ինչ եք անում Okay so so Գրթության ոլորտի մեջ եմ եւ դարիներով ամերիկյան համալսարան հաստատված եմ եւ դարբեր իբրև consultant դարբեր գրթական ծրագրեր մշակած եմ բայց այն ուղղությունը որ հիմա արած եմ գրնամսել որ միշտ մեջս կար բայց շատ ավելի վերջին 5 տարիներում ընթացքին խորացած եմ քրելն է եւ դարբեր creative output այսինքն ստեղծագործական այսինքն ինչ այո բայց նպատակով ինչ կգրեք պատմություններ հեքիաթներ դարբեր բաներ բանաստեղծություն կգրեմ podcast կպատրաստեմ էսեյներ կգրեմ podcast-ն ինչի մասին վերնակիրները կոնե գասեք կամ պատմություններ ու վերնակրերը կոնե գասեք podcast-ին անունն է Country of Dust անգլերեն հայերենով ինչ փոշի երգիր բայց անունը Վահան Թեքեյանի բանաստեղծություններն մեկեն եկած է որ իրական հայերեն վերնակիրը փոշի ազգ է Ուրեմն քիչ մի բան անեմ backtrack as բոլոր ուղղությունը որ վերջին 5 տարիներու ընթացքին արի ուղիղ կապված է Արցախյան պատերազմի հետ որտեղ պատերազմի 2020-ի պատերազմի ընթացքին այն ժամանակ գրթական consultant կաշխատեի եւ սկացի որ ճիշտ է ըրած կորձս կարեւոր է բայց այդքան մեծ խնդիր կա մեր թիմածը որ անիմաստ կսկա կորձս ժամանակավոր մեկ կողմ դրի եւ ասի ինչ ծավով կրնամ օգտակարել եւ Առանց շատ մտածելու ես ինձի Գորիս կդա Գորիս շատ միջազգային մամուլի անդամներ կհասնեին եւ իրենց պետք է իրենց գտնել բան ասենք դեղացի journalist-ներ որ իրենց հետ աշխատին այո այդ կապը ստեղծել հետո բարձ բաներ ասենք վարորդ պետք ունին որ մտնեն Արցախ եւ շատ ասենք logistical բաներ կային ես գրնամանանք բաներով օգնել սկսե մտա այդ կորձին մեջ Գորիս press center բացինք եւ ընթացքին սկացի որ ճիշտ է այդ բարձ բաներու մեջ կօգնեի բայց նույն ժամանակ ավելի կարեւոր կորձը գնայեի ով գուքա ինչ կգրե որուն հետ գխոսի ինչ իրենց քրած ինչ պատմություններ կան որ չեն պատմեր ինչու այդ պատմությունները չեն պատմեր ինչպես կրնամ օգնել որ աս կարևոր պատմությունները որ բոլոր շուրջս գսկամ ինչպես իրենց ուղեմ թեպի այդ բաները լուսաբերեն եւ այդ բոլորեն հետո պատերազմը երբ որ վերջացավ ես ինչպես բոլորը հիաստապված էի եւ բայց նույն ժամանակը գսկայի որ այսքան չանք կթափեմ որ ուրիշ մարդոց օգնեմ որ մեր պատմությունները պատմեն ինչու ես մեր պատմությունները չեմ պատմեր եւ անոր վրա սկսա շատ ավելի միշտ freelance իբրև քրող աշխատեի դարբեր բզդիկ հոդվածներ կգրեի բայց սկացի որ ասփամն է որ ես շատ լավ կրնամ անել եւ կարեւորությունը կսկամ անանք չէ որ միայն սիրուն անուշիկ բանը կրեմ կարեւոր պատմություններ կան որ եւ մենք մեր կարեւոր բահերուն narrative-ներ կան եւ այդ պետք է բարձրացնվի բայց խնդիրանը որ բարձրացնեք դուք շատ քիչ մարդ դիտելսի միջազգային մեդիան ինչ որ սխալ բանա բարձրացնում 100-նով հազարավոր մարդիկ են լսում այդ է խնդիրը որ իրենց ուզածը գտնեն լույսի դակ բայց իրենց չուզածը դու ինչքան ուզում ես լույս կդի շատ քիչ մարդկանց կհասնես ցավոք այդ է հատկապես արևմուտքի մեդիայի ցերկը ինչ ուզում են գարսեն ինչ ուզում են չեն ասի ու այս պատերազմների բաժարներից մեկն էլ այդ է հատկապես օրինակ Բաղեստին Իսրայել որը ուզեն գարսեն որը չեն ուզի չեն ասի ու գարզես որ հավասար են ոչ այդ մեգա ագրեսորը միսնել ճիշտ է եւ անի գա եւ անի սկացի նույնիսկ երբ որ լրակրողի հետ աշխատեի որ ինքը ամեն ինչ կտեսնե ամեն ինչ կգրե ինչպես որ կտեսնեի նույն ժամանակ իր բանը editor խմբակիրը գփոխե այսինքն
անի ագնհայտ է, բայց նույն ժամանակը ասի լավ, ասի գա գտեսնեմ, բայց մյուս կողմեն եթե մենք միայն փողոքենք եւ ասենք ճիշտ չէ, like մեր բադմությունը ճիշտ չեք ներկայացներ, անալ ճիշտ չէ եւ բադմություն բադմելու լավ ծևեր կան եւ ես գիտեմ լավ բադմություն բադմել, ուրեմն անի եմ, ուրեմն podcast-ը անգետ սուրս եղավ Country of Dust անունը, ինչպես որ ասի Վահան Թեքեյանը փոշի ասկ փանաստեղծությունը գրած էր, որ ցեղասպանությունեն մոտ 10 տարի հետո գրեց եւ իմաստը փանաստեղծություն աներ, որ իբրև ասկ մենք փոշիացած ենք, բայց վերջին դողերը հուսա թիզվե փոշին լոկ այդպես պիտի նորեն քարլա Եվ այս փանաստեղծությունը գարթացի պատերազմը մի քանի ամիս հետո եւ սկացի որ կարծես ինքը այսօր գրած է մեզի համար գրած է ուրեմն Country of Dust ծրագիրը այդ անգետ vocation շվեցավ եւ կբադմենք ներգա Հայաստանի եւ Հայաստանեն դուրսալ բոլիս էպիզոդները ռածենք Վակով որ մուսալեր Թուրքիո վերջին հայապնակ գյուղն է, որ իմ նախնիները սոնդեղեները մինչև հիմա հոն ասկականներ ունիմ պատմություններ կբադմենք, որ աս բահը հայերու եւ Հայաստանի համար իրական մարդիկ ինչպես կանցին այդ բահի միջոցեն։ Որտեւ երբ որ լուրերը լսես, նույնիսկ լավ լուրերը երբ որ լսես, կբադմեն, որ okay, այս պատերազմը եղավ, I think it's facts, չէ, բայց մարդկային բադմությունները, որ եթե մեկը Փարիզ կամ Նյու Յորք նստած է, ինչեն պիտի գաբ ըսկա, երբ որ մարդկային բադմություն լսե եւ իր մեջ բամը ըսկա, որ գրնա իր կյանքին համեմատել։ Սա մենք այդ բադմությունները կպատմենք։ Ապրեք, որ չեք սպասել, որ մեկը բամանը դուք կնեք այդ կորձը, որով շատերը 90% մարդիկ կսպասեն, որ այս բանը ինչ որ մեկը անե, մյուս բանը իբրև տուն, եթե առնես ինիցիատիվը, դուք եք սկսել եք ու գարձեմ կոհեկցեր աշխատանքեն, որովհետև հիմա խեղճենից հանգիստ է որ մի բան առանձնացրեցիք ու մարդկանց ցույց եք տալիս որպես պատմություններ իսկ ծեր արորյան ընտանեկան ու երեգոները ինչքան հաջելի է մարդկանց պիտի ասենք որ մենք աշխատում ենք նայենք վայելում ենք Հայաստանը չէ ինչպես է ապահովության առումով ծրագիրների առումով չգիտեմ հանդեսների առումով Եթե մեր արորյան հաջելի չլիներ չլար, կարծեմ չեմ գիտեր եթե այսքան երկար կմնայինք հոս տեղափոխվելու բաժարներեն ամենեն կարևորներեն մեկը դա աներ, որ այստեղ մեր կյանք է ապրում ենք մամաս անցյալ շաբաթ կայցելեր եւ գսեր որ գարձես բանես celebrity ես որտեվ 5 վայրկյան չեն կնարկալեր եւ 3 հոգու չի բարևես եւ այո ուրեմն ցանկի այդ տեսանկյունը շատ հաճելի է ես բավական բան մարդ եմ այսինքն շատ extroverted չեմ երթարամ չեմ փնդրեր ամենտեղ միշտ մեծ միջոցառումներ անանք բաներ չէ բայց հոս առանց extrovert լալու ուզես չուզես մարդոց հետ կշփվիս եւ նույնիսկ այդ աստիճանի որ երբեմն կմտածեմ okay միայն գուզեմ երթալ գատ արնել չեմ ուզեր մեկուն հետ խոսիլ նույնիսկ այդ բայց ընդհանրապես շատ հաճելի է չերմություն կա մարդկային այդ եւ ասեմ աս վերջին քանի տարիների ընթացքին 5 տարի գար 14-ին մինչև 19 որ ժամանակավոր Ամերիկա տեղափոխվեցանք մեր դղան 2 տարեկան էր եւ արդեն կսկսենք մտածել լավ դադիկ պապիկներեն հերու է դարբեր առողջապահություն գրթություն աս բոլոր բաներում մասին մտածեինք ասենք փորձենք Ամերիկա ապրիլ տեսնենք ինչպես է վերջի ես եւ ամուսինս հոն ծնած մեծած ենք Կանադա եւ Ամերիկա եւ այն ժամանակ բաներ it's like reverse culture shock այդ բանը որ շուրջս կան ասենք ընկերներ կամ ընտանիքի անդամներ ունիմ որոնց շատ գսիրեմ իրենք ինձ գսիրեն բայց պետք է ամիսներ առաջ պլանավորենք որ սուրճի հանդիպենք համեմատած ստեղի որ ճանապարհին դեսնես ու գուզես նստել այո եւ մեծ է դարբերությունը եւ հոսալը սպաղված ենք անանք չէ որ բարապ նստած ենք ամեն մարդ որ գիտեմ շատ հետաքրքրական գործեր կնե բայց
երբ որ մեկուն տեսնես եւ գուզես հետը խոսիլ գնստիս կխոսես չսեր հիմա ժամանակ չունի այո հədi իսկապես մեծ դարբերությունը բոլոր դերերն են բանը գսեն որովհետեւ ի վերջո գաշխանիկ որ ցանկենից ապրենք եթե իրար չտեսնենք իրար հետ չնստենք չուրախանանք այդ մի ժամը մի հատ սուրճ չխմենք որտեղից պիտի ցկավորվես որ հաջորդ օրը ավելի ուրախ երթաս քու կորձիդ ավարտելու համար ուզեմ մի հատ խորհուրդ տակ ոչ թե բոլոր սպյուրքահայերին դրանք որ հիմա 20 ամսեր են դուք անցել եք դեպի հայգի ծրագրի մեջ ու իրենք արիթ ունեն 6 ամիս չենք ասում հայրենադարձեն ինչ խորհուրդ կտաք այդ երդասարտներուն որոնք հիմա ավարտած են ու կարելի է իրենց մի քանի ամսով ստեղ տեսնել եկեք եւ բաց միտքով եւ բաց սիրտով եկեք կարծեմ արդեն երթալեն այդ բացությունը գա որտեվ իմ ծնողքիս սերունդը շատ ասանք խաղապարներ կային որ Հայաստանը ինչ է մեր հայրենիքն եւ շատերը գուքային եւ քանի որ ասանք շատ երազային նկար ունեին կհիաստապվեին կարծեմ արդեն անի կամած կամ արագ կփոխվի բայց այդ բացությունը որ ինչպես բոլոր դեղերը Հայաստանը ցեզի համար նոր դեղ մը պիտի լա գրնալ շատ բաներ զարմանալի օրեն նույնիսկ հարազատս կակ ես գիշեմ առաջին օրերեն առաջին շաբաթները որ հոսեի գին մտեսա որ ծաղեր փողոցի մեջ որ աչքերը մեծ մամայիս աչքերն էին ասանք շատ եւ աստվեցա անանք բաներ կան հետո բաներ կան որ նույնիսկ եթե հայերեն չես խոսիր կամ ասենք բաներ կան որ հոգեհարազատ զարմանալիորեն հոգեհարազատ բիդս կան բաներ կան որ բոլորովին նոր եւ դարբեր եւ նույնիսկ տարօրինակ բիդս կան եւ այդ բոլորին պետք է բաց սիրտով եւ բաց միտքով մոտենակ եւ ծայգը ընդհանրապես ծաղկամանի մեջ շատ փոքր դեղ ապրում բայց եթե հանես ծաղկամանեն փերես երգիր իր երգիրը ու իր արմատները գցի իր երգիրի մեջ շատ ավելի շատ կշադանա շատ ավելի քեղեցիկ է բարդեզի մեջ ծայգը քան ծաղկամանի մեջ սփյուռքի եւ Հայաստանի դարբերությունն է Աստված օրհնի ցերնդանիքն Հայրի ջան միշտ ջիբիդով դեսնեցես ու հաջողություն ենք մաղթում ամեն ուղղություններով շատ շնորհակալություն